Շնորհակալ ենք բոլոր այն ունկնդիրներին, ովքեր հատկապես ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Փակ TV կայացման գործընթացի հաջող ավարտի համար։ Բարև ձեզ, բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով մեր բոլոր աջակիցներին, հավաստիացնում եմ, որ Փակ TV-ն աստիճանաբար կարողանում է դուրս գալ այն ճանապարհը, որը մեզ տանում է դեպի գեղեցիկ մաղվա օր։ Եվ այսօր այդ ամենում մեզ օգնելու է եւս մի հմայիչ, անչափ հմայիչ անձնավորություն, ով երկրորդ անգամ է հյուրընկալվում մեր տաղավարում, համահայկական ճակատ կուսակցության խորհրդի անդամ, Պայեստի փոխգնդապետ, հրաշալի գեղեցկուհին մեր Նաիրա Գևորգյանն է Փակ TV տաղավարում, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն։ Նաիրա, շատ ուրախ եմ, ես պիտի ասեմ, որ մենք նույնիսկ մտադիր ենք որպես ռազմական վերլուծաբանի ձեզ պարբերաբար հրավիրել մեր եթերին եւ ձեր օգնությամբ փորձել այսպես ռեալ ներկայացնել այն իրավիճակը, ինչը տիրում է հայոց բանակում եւ կարծում եմ այդ հարցում դուք մեզ անպայման օգտակար եք լինելու։ Միանշանակ օգտակար եմ լինելու եւ շնորհակալ եմ երկրորդ անգամ հրավերի համար։ Նաիրա, տեսեք, վերջերս համացանցում տեղեկացանք, որ երկրորդ բանակային կորպուսի, հա, այդպես է կոչվում, այո, այդ կապված մի այսպիսի գրություն էր արվել, որ այն հայտնի, այսպես կոչված չիպոտներով ծեծը տեղի ունեցել ձեր շարժման ղեկավարի նախարար եղած ժամանակահատվածում։ Այնինչ իրականում այդ ամենը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության այն ժամանակվա տխրահռչակ նախարար Վաղարշակ Հարությունյանի օրոք։ Ինչ կասեք այդ մասին։ Նախ նշեմ, որ գեներալ Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարը նշանակվեց 21 թվականի օգոստոսի 3-ին։ Այդ դեպքերը եղել են, որոնք այտենց կոչվել են ճիպոտներով կռիվ 21 թվականի մայիս ամսին։ Եվ այդ ժամանակ տվյալ ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին հրամանատրվել վերադասից, այսինքն վարչապետից, որպեսզի չկրակեն, եւ ստիպված ա եղել այդ զորամասը իր անձնակազմով ճիպոտներով կռիվ անեն հակառակորդի հետ։ Ընդհանրապես այդ հարցի հետ գեներալը կապ չունի։ Բացարձակապես ես ձեզ շեշտում եմ, դա եղել է մայիսին, ինքը որպես նախարար նշանակվել է օգոստոսի 3-ին։ Ու ինչ որ չգիտես ինչի, այս ապիկարները ուզում են բերեն այդ եղելությունը, այդ գործունեությունը մայիսյան դեպքերը կապեն գեներալի հետ։ Ասում դա կատարվել այդ ժամանակ, հրամանատրվել չկրակել, հրամանատրվել հեսա կնահանջեն ադրբեջանցիք, հեսա հակառակորդը հետ կնահանջի եւ այդ պատերվակով ստիպված են եղել պատերազմին։ Անգամ ասեմ այդ ժամանակահատվածում երեխա է կորել, թե գերեվարվել է, հերու թե զոհվել է, մինչ այսօր չգիտեն այդ երեխու տեղը։ Մինչ այսօր այո, չգիտեն այդ երեխու տեղը։ Թե հիմա գուցե փախել է, չես կարա ասես։ Ու անհայտ մնաց այդ երեխու տեղից անհետանալը։ Իսկ ես հստակ կարամ ասեմ, եթե անգամ նախ մեր գեներալի ժամանակ չէր կարա նահանջրաման լիներ, չէր կարա չկրակել հրաման լիներ, դա բացառվում էր, եւ անգամ եթե այդ նման դեպքն լիներ, արդեն բացահայտված կլիներ այդ երեխու ինքնությունը որտեղ է գտնվելու վայրը հաստատ կլիներ։ Դա ընդհանրապես թյուրիմացություն է, դա ասում եմ, այս ապիկարների ամեն ձև իրանք փորձում են, որպեսզի վարկաբեկեն, բայց չի ստացվում իրանց մոտ։ Ամեն ձև փորձում են վարկաբեկեն գեներալին։ Չեխ շպրտելու քաղաքականությունը շատ բնորոշ է այս իշխանություններին եւ նրանք իսկապես արետը բաց չեն թողում, որպեսզի շինծու մեղադրանքներով այսպես ավելի ցածրացնեն գեներալի եւ նման մարդկանց դերակատարում։ Իրանց մոտ նկարչությունն է, փորձում են նկարչությամբ ամեն ինչ անեն, բայց առանց բանի, որ առանց հասկանալու են դա անում։ Գեներալը իր հարցազրույցների մեջ ասեց, չէ, այն քնիչներ, այն դատախազներ, ովքեր որ զբաղվում են այդ նկարչությամբ, իրենք պատասխան են տալու այդ հարցերի համար։ Իրենք գտնվելու են այն նույն տեղը, որ ում վրա իրանք նկարչությունը անում են։
Այսինքն վերջի հարցազրույցում ասեց, որ տանում են զինվորականներին, գեներալիտետին, անտեղի տեղը դատում են, 3 տարի նստացում են, հետո ազատ են արձակում։ Այդ 3 տարին, որ կրել են իրանք, դրանց երևի թե եռապատիկը նկարող քնիչը, նկարող դատախազը պետքա դա նստի, որ հասկանան դա ինչ է։ Ի վերջո, ինչին կա սկիզբ, նաև կա վերջ։ Ինչ եմ խոսում ժեխերի այն բանակի մասին, որոնք ամեն անգամ, երբ որևիցե դրվարտանքի խոսք է ասվում ձեր կուսակցության, ձեր շարժման հասցեին, անմիջապես սկսում են վարկաբեկել, բայց մենք այդ հնարավորությունը այսօր էլ նրանց չենք տալու, քանի որ որոշել ենք նորից անջատել այն մեկնաբանությունները տխրարճակ, որին նրանք պատրաստվել են։ Այդ տականքներին դիմելով ուզում եմ ասեմ, իզուր ժամանակ մի կորցեք, ավելի լավ է հեռացեք այսպես ասած եթերից եւ մի խանգարեք մեզ մեր աշխատանքում։ Լավ, մենք էլ շարժվենք առաջ։ Վերջերս, ինչպես գիտեք, թուրքական ԶԼՄԼ-ի ներկայացուցիչները ժամանել էին Հայաստան եւ հետաքրքիրը այն է, որ նրանք արել էին Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին, այդ մասին ինչ կասեք։ Այո, ժամանել են եւ մենք չգիտենք իրենք լրագրողներ են, թե ովքեր են, ես ձեզ ասեմ, ինչ գիտենք, լրագրող են Թուրքիայից եկել, թե չէ։ Իրենք ծանոթացան բոլոր Հայաստանի եւ սահմանների հետ եւ տեսարժան վայրերի հետ, բայց տեսարժան վայրերը ընդամենը քողարկելու դա ինչ որ մի ազդակ էր։ Իրենց ինչ պետք էր, իրենք նկարահանեցին եւ գնացին եւ 3 օր հրավիրող կողմ եղել է Հայաստանի Հանրապետությունը, 3 օր իրենք մնացել են, 7 հոգի 3 օր պատկերացնում եք բավականին մեծ գումար է ծախսվել, բյուջեից է, չէ՞ դա դուրս եկել։ Այդ պարագայում ես ձեզ ասեմ, Պարալիմպիկի Հայաստանի ազգային կոմիտեն դիմել էր սպորտի նախարարությանը, սպորտի վարչությանն էր դիմել, որպեսզի իրանք թույլ տային Սոչիում անցկացվելու է միջազգային փառատոն Պարալիմպիկի հետ կապված, եւ երեք պատասխանն է եկել, որ կներեք բյուջեն դատարկ կա, մենք ձեզ չենք կարող ուղարկել, որպեսզի մասնակցեք, այսինքն իրանք չեն կարող ուղարկեն, որպեսզի այնտեղ Հայաստանի դրոշը բարձրանա, բայց կարող են 7 հոգի հակառակորդ կողմից բերեն ստեղ, այն էլ թուրքական, ես ձեզ եմ ասում, ինչ գիտենք ԶԼՄ-ներ են դրանք, իմ տեղեկություններով դրանք ԶԼՄ-ներ չէին, դրանք հատուկ ուղարկված մարդիկ էին այստեղ եւ ինչ որ տեղ կարող եմ նաեւ հստակ ասեմ, դա որ իրենք ուղարկված մարդիկ են այստեղ, իրենց ինչ պետք է այստեղ ծանոթացան, նկարահանեցին եւ գնացին։ Ով էր տեսել նման բան, որպեսզի դու քո հաշվին, քո երկրի հաշվին դու հակառակորդից ներկայացուցիչներ բերես երկիր։ Դե պարզ է, թե ովքեր են մեր բարեկամները այսօր։ Այո, ովքեր են մեր ու նմանատիպ այդ Պարալիմպիկի ազգային այդ թիմին գրես պատասխան, որ կներեք բյուջեում գումար չկա ձեզ հատկացնելու համար։ Այո։ Գիտեք, պիտի ասեմ, որ շատ այդպիսի հետաքրքիր փաստեր կա, որոնցից մեկն էլ վերջերս Եղաբլուրում նախկին զինվորական, այսօր արդեն Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանի այն հայտարարությունն էր, որ վերջապես մենք պիտի սովորենք սիրել իշխանությանը, ճիշտ է ավելացրեց, որ կորցրել ենք Արցախը, բայց այն ետ ենք բերելու, ինչպես են դա անելու ներկա իշխանությունները։ Ոյ հասեմ պարոն Հուշյան, այո, ես էլ եի Եղաբլուրում այդ ժամանակահատվածում, ես ուղղակի գետինը մտա, կարամ այտենց ասեմ, գետինը մտա, երբ ինքը խոսած, որ պետք է վերջո թագավոր սիրել սովորենք մենք։ Թագավորն է պարզվեց ներկայիս ապիկար վարչապետն է, ներկայիս դավաճան վարչապետն է, եւ ինչով Արցախ ինքը հետ բերելու։ Եթե ինքը Արցախը հետ բերեր, այսօր ինքը այդ պաշտոնը չէր զբաղեցնի, չէր գնա ինչ-որ մի ուսուցչուհու մոտ ճանապարհ անցած պայստազորի գնդապետ լինելով, չէր գնա մի ուսուցչուհու մոտ խորհրդական աշխատեր, չէր գնա իրենց հետ, իրենց թելը թելեր, որպեսզի պահեր իր բիզնեսները, իր աթոռը, բայց եթե դու այդ հողը չունեցար, այդ աթոռը տեղ չես ունենալու դնես։ Վաղը որ գրավեցին երկիրը, Հայաստանը գրավեցին, դու այդ բիզնեսները ինչի՞ դա պետք լինելու։ Եվ ես sense նայում եմ, թե ինքը ոնց էր այդ հարցազրույցը տալի, անգամ մենք պարոն Բազարյանի հետ էինք կանգնած, եւ sense շշմած նայում եմ, թե ոնց մարդ կարա փողի համար ուրանա այն անցածը, որ ինքը ի վերջո Վազգենի հետ անցած ճանապարհ ունի, տվյալ անձը։ Ոնց կարար ինքը այսօր ասել, պետք է սիրենք թագավորի, այն թագավորին, որը ամբողջ հողերը հանձնեց։ 5000 զոհ ունեցանք, 12000 հաշվանդամ ունեցանք, ոնց կարելի այդ անձին սիրել։ Եվ գնալ մեկին խորհրդական լինել, որին, չգիտեմ, էլի անգամ
կեսի կես ծառայություն չունի տանձը։ Ոնց կարաս գնաս իրան տենց ուղի անցած է խորհրդական լինես։ Եթե ինքը այդքան ազնիվ մարդ է, ինքը իր ընդունարան անձա գործ ուղել, կոռուպցիայից են խոսում կատեգորիաները, որ կոռուպցիա հիմա վերացել է բանակում։ 3 տարի անօրինական անձնավորության է գործ ուղել իրան սուրճ մատուցելու համար, որը զբաղեցնում է Էջմիածինի զորամասերից մեկի գումարտակի բուժկետի պետի պաշտոնը։ Դուք պատկերացնում եք գումարտակում, որտեղ կան ժամկետային զինվորականներ եւ կար այդ մի զինվորը կամ հենց սպան վատը զգա եւ այդ առաջի բուժօգնությունը պետքա գումարտակի բուժկետի պետը մատուցի եւ այդ անձը զբաղեցնում է իր ընդունարանի կոֆե մատուցողի պաշտոնը։ 3 տարի գործուղվում է անօրինական եւ ոչ մեկ չի ասում, ես ոնց է գործուղում։ Բացարձակ նախարարը չի ասում, ես ինչ հիմունքներով է գործուղում, նույն հաջողությամբ կադրերի վարչության պետն է, միևնույն հրամանը անօրինական սարքում տանում ստորագրման։ Զարմանալի է, բայց շատ են խոսում, որ իբր բանակում կոռուպցիայի դեմ անսիջում պայքար է գնում եւ կան անգամ հաջողություններ։ Դուք քեսում եք նման կարծիք։ Իհարկե ոչ, որտեղ ենք հաջողություններ տեսնում հիմնահատակ քանդման տեղը, միայն անգլերեն սովորելով, ես բազմիցս եմ իմ հարցազրույցներում ասում, որ միայն անգլերեն ենք սովորում, ուրիշ ոչինչ չենք անում։ Բացարձակապես հենց նայենք հակառակորդի բանակը ոնց է զինվում, ինչ զորավարժություններ են անում, ինչ պարապմունքներ են անցկացնում, մենք ինչ ենք անում, ոչ մի բան, բացարձակապես ոչ մի բան, բացի արդեն քանդելու տեղ էլ չունենք։ Բանակում տիրում է շատ կոպիտ կասեմ, բարդակ վիճակը։ Այդ վիճակն է տիրում բանակում։ Լավ, դրա վաղվա օրը ինչպիսին եք տեսնում։ Դրանք դրան են տանում, դրանք իրանց նշանակել են, իրանք իրենց ծրագրերը բերել են, որպեսզի բանակը քանդվի։ Զորամասերում բացարձակապես զինվորներին վիրուս էր տարածված, այդ գրիպի վիրուսն էր տարածված, չէ՞, որ մի երեխուն տանում են ստուգման, ասում են դու նորմալ ես, բայց տաքությունները 7 օր, 10 օր չէր իջնում։ Դեպքն եղավ Իջևանի զորամասում, Թոքաբորբից երեխան մի ամսվա մեջ 2 դեպք նույն զորամասում եղավ եւ ոչ մեկ չդատվեց։ Ձուկը գլխից է հոտում, որտեղ այնց հրամանատարները է նշանակում ոչ բարով պաշտպանության նախարարը, որ իրենք երևի զարմանում են, թե իրանք ոնց են հայտնվել հրամանատարի աթոռին։ Չէ, այն որ կադրային քաղաքականությունը սարսափելի է, մեզ հայտնի է, որտեղ կիսագրագետ, ոչ պրոֆեսիոնալ կադրեր, որքան ուզես, եւ ամենացավալին ու սարսափելին այն է, որ նրանք շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում, ավելին նրանք նաեւ շատ բարձր աշխատավարձ են ստանում։ Պարգևավճարներով։ Ռազմական ոստիկանության պետը, ես անցյալ անգամ է կարծեմ նշեցի, ամեն ամիս ստանում է 1.300.000 թե ինչ պարգևավճար։ Ինչի համար։ Եթե այդ նույն զորամասում մի ամսվա մեջ կարա 2 դեպք լինի, խաղաղ պայմաններում 2 զինվոր, 2 ընտանիքի ճրակ մարվի, 2 զինվոր մահանա, ու ոչ մի բան։ Հիմա պետքա վերևից, կորպուսի հրամանատարից, կորպուսի շտաբի պետից միջև ներքևի օղակ բոլորը ազատվեն պաշտոններից։ Ազատ գյուղի դեպքը, որ եղավ, 15 զինվորը, որ վարվեցին, պատե անպատե լիքը զինծառայողներ ազատվեցին։ Անգամ Պապիկյանը այդ ազգային կառավարության նիստի ժամանակ չէր կարում մարդկանց պաշտոնները արտահայտել, այսինքն այնքան հեռու է զինված ուժերից, որ չէր կարում ասել, թե որ պաշտոնատար անձանց ենք ազատում բանակից։ Ու ասում պատե անպատե ազատեց պաշտոններից, ստիպեցին զինվորականներին զեկուցագրեր գրեն, անօրինական, արդեն իրենք հրամանները ստորագրել էին, որից հետո ստիպեցին զինվորականները, որպեսզի զեկուցագրեր գրեր, որ արձակվեն։ Բատենց է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարից միջև ներքևի օղակ ազատ էր պաշտոնից։ 2 խաղաղ պայմաններում գրիպից, մեկն էլ իբր թե ինքնասպանություն։ Ընդունվել է իրանց մոտ ինչ-որ բան, զինվորը մահանում է, ինքնասպան եղավ։ Այդ սաղ մեր երեխեքը գիժ են, մեր զինվորները սաղ գիժ են, եթե գիժ են խեք զորակոչում բանակ։ Իհարկե, սարսափելի Այո, շատ սարսափելի է։ Տիկին Գևորգյան, այնուամենայնիվ մենք տեղյակ ենք նաև, որ վերջերս ձեր մուտքը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալ արգելվել էր։ Դուք այդ առումով նույնիսկ դիմել եք օրենքին ինչ որ արդյունքի հասակ, թե սայլը տեղից այդպես էլ չի շարժվել։ Ռազմական ոստիկանության նամակ գրեցի, քննչականից եկա, որ ձեր նկատմամբ մենք վարույթ չունենք նախաձեռնված, գրեցի ռազմական ոստիկանություն,
Առ այսօր պատասխան չեմ ստացել, առ այսօր դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին եւ գնացել եմ ինքս հանդիպել եմ գործը վարող տիկնոջ հետ եւ շշմած sense նայեցին, որ ոնց որպես ընդդիմադիր հայացքների համար ոնց կարան չթողեն, չթույլատրեն։ Այո, եւ արդեն դատարանի շեմին ենք, դատարան եմ գնալու, ով ուզումա լինի, ասել եմ ու կասեմ, ով ուզումա լինի, պետք է պատասխան տան։ Ռազմական ոստիկանության պետը, որը կրում է գեներալ-մայորի զինվորական կոչում, եթե կարողացել ես քո ենթակա ռազմական քաղաքի ռազմական ոստիկանության այդ Բագրատունյացին հրաման տաս, որ ինքը արգելի, քեզ էլ ուսուցչուհին է հրաման տվել, որ իմ մուտքը արգելեն, այդքան տղամարդ եղեք, ասեք, թուղթը սուղարկեք։ Հիմա արդեն հասել ենք դատարանի շեմին մենք, եւ եթե իրենք վարչապետը կարում է Էդգար Ղազարյանի, եթե չեմ սխալվում, խոսքի համար սահմանափակում դրեցին, խեղճին դատում են։ Այդ դեպքում պետքա ուսուցչուց բռնած վարչապետը տանի դատի, առողջությանը սպառնացել են, իմ կյանքին սպառնալիք են իրենք հանդիսացել։ Այսինքն իրենք վաղուց պետքա ճաղերի ետևում լինեին։ Դուք գիտեք, այդքան համարժեք ամեն ինչի մի մոտեցեք, որտեվ սրանք ամեն ինչի ընդունակ են, հասկանում եք, չէ՞, մեկ էլ հանկարծ կարող է մի օր տանիքից քարվար են քնի ձեր գլխին։ Կյանքը բումերանգ է, պարոն Խուշյան։ Իսկ մենք անվախ ենք, հետախույզները անվախ են։ Ես գիտեմ, դուք շատ հետաքրքիր ճանապարհ եք անցել, վերջո 25 տարուց ավելի ծառայել եք զինված ուժերում, ինչ փորձությունների միջով ասեք չէ։ Միանշանակ, այո, ես ձեզ էլ եմ շեշտել, ես ծառայել եմ ոչ թե կենտրոնական ապարատում նախարարությունում։ Ես վերջի 3 տարին եմ այնտեղ ծառայել, ես ծառայել եմ զորքերում։ Զորամասային օղակում ծառայած զինվորականը եւ մտածելակերպով, եւ կամքով, եւ ուժով լրիվ այլ են իրենք։ Այն անձը, որը ով ուզում է լինի, որը զորամասային օղակից է բարձացել ըստ պաշտոնների, իրենց մտածելակերպը ուրիշ է։ Դրա համար չեմ վախում, հակադարձել կարան ստանան իրանք, որ միամիտ ձեր ասած տանիքից քարն գնի, հակադարձն է կարան ստանան։ Դե սրանք ամեն ինչի ընդունակ են, ստորության վերջին ամեն ինչը։ Ճղճիմ։ Եվ այնքան ողորմելի են, որ միշտ մոռանում են բումերանգի օրենքը։ Այդ եմ ասում, ինչից փախնես, Աստծո դատաստանից եւ բումերանգից չես փախնի, ինչից փախնես։ Եվ լուսահոգի հայրս միշտ ասում էր, իրենք պետք է այնց պետք է աշխատես քո աշխատավայրում, որ քեզանից հետո երեխեքդ պարծանքով մտնեն դուրս գան։ Այ թող ինքը մտածի, նույն ուսուցչուհին, նույն վարչապետը, նույն մնացած էս դավաճանական խունտան, որ իրենց երեխեք իրենցից հետո որ մեծանալու են, ինչ են ասելու, դավաճան պապաներ ունենք, նույն մեր զինվորականները, որոնք Տաուշի մարզի այդ կողմի այդ սահմանները հանձնեցին հանուն իրանց պաշտոնների, հանուն իրանց կոչումների։ Ես այսօր գլուխս պարծեցած յուրաքանչյուր երբ թռնում եմ գալիս եմ, ես պարծեցած մտնում եմ օդանավակայան եւ դուրս եմ գալի, քանի որ հայրս եղել է օդանավի հրամանատար։ Հետաքրքիր է, որ օդանավակայանում ձեր մուտքը չեն արգելում։ Դե բախները բերի։ Հենա արգելեցին հոսպիտալը, ինչին, անդադ ասում են ներողություն, թուրիմացություն ա եղել, թուրիմացություն ա եղել։ Ընդ որում, եթե թուրիմացություն էր եղել, զանգեցի հոսպիտալի պետի պաշտոնակատարին, մի հատ ինչ-որ ազգանունը չեմ հիշում, մի հատ չգիտեմ էլ ով է էլի դեռ պաշտոնակատարը, սա Ազիզյան, փոխգնդապետ Ազիզյանին զանգեցի, ասեցի, գիտեք, խնդիր ունեմ առողջական, պետք է գամ սենցամ։ Դե գալուցդ առաջ զանգահարեք, Նարա ջան, որպեսզի թուրիմացություն չլինի, ես զգուշացնեմ։ Ասի, այսինքն թուրիմացություն։ Ով կա, ինչի համար պետքա զգուշացնես, այսինքն յուրաքանչյուր պայստազորի սպա քեզի զանգում, ասում է, ես պետքա մուտքով ներս մտնեմ, եղավ, որ ինքը հաստատեց իրենց արարքը։ Ինքը իր այդ անխելքությամբ հաստատեց, որ այո, մուտքս արգելվել է։ Ոչ թե թուրիմացություն է եղել, այլ իրականում մուտքս արգելվել է։ Եթե արվել է ամենաբարձր Պապիկյանի հրահանգով հրահանգել այդ ռազմական ոստիկանության պետին, նա էլ հրահանգել է քաղաքի ռազմական ոստիկանության պետին, որը անօրինական պահեստազորից իբր թե վարժական հավաքներ անցել, կապիտանի պաշտոնից ստացել է մայոր զինվորական կոչում եւ եկել է զբաղեցրել է գնդապետի հաստիքը։ Ոստիկանությունից է տեղափոխվել, այսինքն մեր ռազմական ոստիկանությունում մի հատ խելքը գլխին սպա չկար, որպեսզի բերեն քաղաքի ռազմական ոստիկանության պետի պաշտոնի նշանակեն։ Մենք ամբողջ մեր համակարգը ոստիկանական ենք սարքում։ Ոստիկանապետության անգրագետներով են համալրում, անգրագետներով, այսինքն ում գլխին ոնց ուզեն բամփեն,
մի քիչ ոչ կոռեկտ բառ ասեցի, իրանք տենց կատարեն։ Տղամարդը երբ որ կորցնում է իր ինքնասիրությունը, այն էլ ուսադիր կրող տղամարդը պետք է իրան շատ զգուշ մնաս։ Այո, սարսափելի է դա։ Այո։ Նայրա, ես պատահական չէ, որ հաղորդման սկզբում ասեցի, Փակ TV-ն մտադիր է ձեզ դարձնել իր, այսպես ասած, ռազմական վերլուծաբանը, եւ ձեզ հետ բարբերաբար քննարկենք բանակում տեղի ունեցող իրադարձությունները, ձեր գնահատականը տակ այս կամ այն դեպքի կապակցությամբ դուք մեր առաջարկը ընդունում եք։ Միանշանակ ընդունում եմ։ Եվ պատրաստ եք գալու։ Միանշանակ։ Ճիշտ այդպես, որպես ռազմական պատասխան տամ ռազմական գործիչ, այո, ճիշտ այդպես պատրաստ եմ գալու, այո, ես խնդիր չունեմ։ Թող իրենք մտածեն, ավելին ասեմ, ավելացնեմ եթերին, նույն կադրերի գլխավոր վարչության պետին ստիպել են ինձ վրա նկարի, բողոք նկարի, որի հիմա այդ գործը վարույթի մեջ է, եւ ով ինչ արեց, այդ հակադարձ իրեն է պտտվում։ Այսինքն հիմա նույնպես նկարչական վարույթի մեջ են, որը նկարել են։ Եվ ինչ են, եթե դու շփում չունես իմ հետ, այսինքն ով իմ հետ շփում ունի պաշտոնից են ազատում, նայեք ինչքան թուլակազմ են իրանք, էլի։ Եվ ասում են, եթե իր հետ շփում չունեք, ուրեմն իր վրա գրեք։ Եվ կադրերի վարչության պետը, որ եղել է ինձ որպես վերադաս, ինձ վրա ասես սիրուն նկարչություն արել։ Ով է, եթե գաղտնիք չի։ Հայ, մայիսին ստացավ գեներալ-մայոր Հրաչ Ստեփանյանը։ Հրաչ Ստեփանյանը, ինչ էլ անուն ազգանուն։ Այո, պատկերացնում եք։ Եվ հանուն այդ կոչման նա կարող է ցանկացած իր գործընկերոջ վրա նկարել։ Գրեց ինձ վրա ու դրանց հետո մայիսին այն 5 դավաճանական կազմի հետ, որ 5 զինվորականներ բարձրաստիճան կոչումներ չստացան, գեներալներ ստացան, որից մեկը ինքն էր։ Դե մեզ մոտ դավաճաններին միշտ այսպես ինչպես ասում են աջակցում են, առաջնորդում են, նրանք էլ ինչ է, մի բան գրել ավել, մի բան պակաս իրենց համար սովորական բան։ Ծառայություն ունի ասում գեներալի հետ։ Այդ մարդիկ մոռանում են, սիրելի բարեկամներ, ձեզ էլ ասեմ, որ նման անձինք մոռանում են, որ կայի վերջո Աստծո պատիժը, որից ոչ ոք չի կարող խուսափել, ամոթ ձեզ, այն էլ լինելով զինվորական, իջնել այդ աստիճանի ինձ համար պարզապես ընդունելի չէ։ Ես չեմ հիշում ձեր մոտ է հարցազրույցի առաջի անգամ, թե այլտեղ ես ասեցի, որ ներկայիս գլխաշտաբպետի տեղակալը, որը գեներալի կոչում է կրում, եւ այդ իր կիծելի վրա այդ կրծքանշաններն է կրում, ասել է մի օր հարց պետք է տանք, այդ կրծքանշանները, որ կրում ես, դավաճանության համար ես կրում։ Մի օր զորային օղակում չծառայածը, եթե այսօր միայն ասում է զորաբանում, բանակում պետք է անգլերեն սովորենք։ Վերջ, այդ մարդու ուղեղի մեջ դա է, եւ նմանատիպերն են ղեկավարում։ Ինչ ենք ուզում այս բանակից։ Լավ, ուրեմն պայմանավորվեցինք, ռազմական վերլուծաբանի այդպես արտասթիկային աստիկը մեր կողմից դուք ընդունում եք։ Այո, միանշանակ ընդունում եմ։ Շնորհակալ եմ։ Եվ բարեկամներ, մենք տեսակ այսօր հյուրընկալել ենք մի հմայիչ ազնվորության, ով իսկապես շատ բաց ու թափանցիկ էր մեզ հետ, Նաիրա Գևորգյանն էր մեր տաղավարում, համահայկական Չակատ կուսակցության խորհրդի անդամը, ով միշտ պատրաստ է գալ մեր տաղավար եւ ամենակարևորը մեզ հետ կիսվել իր բոլոր այսպես կարծիքներով։ Իսկ առաջիկայում դրան սպասեք արդեն որպես մեր այն գործընկերոջ, ով կրելու է Փակ TV-ի ռազմական վերլուծաբանի կոչումը։ Այսօր այսքան է։ Ցտեսություն։